Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների ու H1N1-ի հետ կապված բարդ իրավիճակը հաղթահարված է համարում։ Հիվանդանոցներում սակայն այս պահին դեռ շուրջ 700 հիվանդ կա, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մեծ զրույցում բժիշկները նշում էին հիվանդացության նվազման միտում կա, սակայն շատ են մարզերից եկող հիվանդները։ Վերջին օրերին նկատում է տենդենց նվազման, ավելի շատ դիմում են բարդություններով հիվանդները, թոքաբորբով, վերիշնչուղների վիրուսային հիվանդությամբ հիվանդները ավելի են պակասել, ավելի քիչ է նրանց դիմելիության քանակը, ավելի շատ գալիս են ռայոններից բարդացած հիվանդներ։ Երեկվանից մոտ 75 հիվանդ դիմել է մեր հիվանդանոց, որոնցից 45-ը սպասարկվել է եւ ուղարկվել տուն, տրվել են խորհուրդներ եւ տեղամասային մանկաբույժի հսկողություն։ Մնացածը հոսպիտալիզացիայի ենթարկվել։ 25-օրական Դավիթը տևական ժամանակ է ջերմում է, մայրիկի խոսքով նորածինն իրենից է վարակվել, փոքրիկի ջերմությունը չի իջնում 38 աստիճանից։ Ասացին, որ տաքությունը բարձր է, համ հազում է, համ էլ գրիպ է, փաստորեն, պիտի անպայման պարկացնեն։ Կառավարությունը չի շտապում սուր շնչառական վարակներ ունեցող հիվանդների բուժման ծախսերն իր վրա վերցնել, բուժումն անվճար էր հունվարի 1-ից 20-ը։ Պիկը դիմելիության 17-18-ի ուրեմն կողմերներ։ Եթե մենք տեսնենք, որ այդ տենդենսը շարունակվում է, նախարարությունը պատրաստ էր քննարկել նաև այդ ժամկետը երկարացնելու հարցը, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք ունենանք գրիպով, թոքաբորբով, գրիպի բարդություններով, թոքաբորբով եւ նմանատիպ այլ հիվանդություններով դիմող քաղաքացիներ նաև փետրվարին, մարտին, նոյեմբերին ամբողջ տարին մենք չենք կարող այդ առումով 500 եւ ավել դեպքեր ենք ունենում։ Մենք չենք կարող ամբողջ տարին այդ արտակարգ ռեժիմով, ասենք, հարցը քննարկել։ Նախարարության պաշտոնյան համաձայնեց ազատության դիտարկմանը, թե եղել են դեպքեր, երբ սահմանված ժամկետում էլ հիվանդանոցներում քաղաքացիներից գումար են պահանջել կամ անվճար ուղեգրով հիվանդին հրաժարվել ընդունել։ Դեպքերը ճշտվել են, մեղավորներն էլ կպատժվեն, ասաց։ Կառավարությունն անվճար բուժօգնության ապահովման համար այս ընթացքում հիվանդանոցներին առանձին գումար չի հատկացրել։ Նրանք ծախսել են իրենց բյուջեի այն մասը, որը պետպատվերների համար է նախատեսված, ասաց Սարոց Ատուրյանը։ Կարող է պատահի պետպատվերի շրջանակներում այս գրիպի բարդությունների դեպքերը շատանան, բայց կարող տարվա ընթացքում մեկ ուրիշ տեղ մենք ունենանք ուրեմն նվազում եւ արդյունքում ընդհանուր առմամբ խնդիրը տեղավորվում։ Հիվանդանոցները չեն պատճառաբան, այլ խնդրով պետպատվերի դիմաց մարդկանց հիվանդանոցները չեն պատճառաբանի, որ իրենց գումարները իրանք սպառել են այդ գրիպի համար։ Չեմ կարծում, որ մենք հիմքեր ունենք այս պահին նման ուրեմն մտահոգություններ ունենալու։ Դրա մասին դեռ շատ վաղ է խոսել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը շեշտեց, քիչ է հավանական, որ վարակի ալիքը կրկնվի։ Պաշտոնյան նաեւ հերքեց լուրերը H1N1 վիրուսի խոզի գրիպի մուտացիայի ենթարկվելու մասին։ Ճիշտ է, հայտարարություն եղել է Ռուսաստանի գրիպի ինստիտուտի տնօրենն է, եթե չեմ սխալվում, հայտարարել, որ մուտացիա կա, բայց պաշտոնական մենք չունենք մեր գործընկերներից մեկ։ Երկրորդը, հեսա կբացատրեմ ինչ է։ Մենք նաև համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ենք ստացել 2 օր առաջ, որ էապես մուտացիայի չի ենթարկված։ Դա նույն 2009 թվականի պանդեմի շտամն է։ Դպրոցներն ու մանկապարտեզները կսկսեն աշխատել երկուշաբթիից, նախարարության պաշտոնյաների հավաստմամբ ամեն օր ջերմաստիճանի մոնիթորինգ կանցկացվի, հարբուխի նշաններ ունեցող երեխաներն էլ տուն կուղարկվեն։ Պոլիկլինիկաները առաջին հանգստյան օրերին էլ կշարունակեն աշխատել արտակարգ ռեժիմով։